Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ, թուրք կիներու լրությունը անարտարություն, Արցախի մշակութային ժառանգությունը գորուստի եզրին, Այնտաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սեբաստիայի անհետացած հայությունը, Արցախի հայերու հարցը սահմաններու կամ էթնիկ պատկանելիության մասին չէ, այլ համընդհանուր մարդու իրավունքներու, այսպես կհայտարարեն 23 միջազգային պատգամավորներ, Շադախի հովիտը եւ Շադախի ձրեր, նորահայտ ծերակրի անհրգիս հիշողությունը, Քարաշեն, Լեռնային հայրենի գյուղը այսօր բռնակրավման տակ։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կգազմագերբի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական արարողությունը, որ տեղի պիտի ունենա նոյեմբեր 22-ին ժամը 11:30 մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը սիրով կհրավիրի բոլոր պատվիրակները եւ հյուրերը մասնակցելու ընտրության, նախաբես լրացնելով Western Armenia պաշտոնական գայքին մեջ նշված հայտարարումը։ Քաղաքագիրտ երկիրներուն մեջ կանանց ցայները հաջող բարձրացած են անարդարության, բռնության եւ բռնապարոսության դեմ, սակայն նույնը կարելի չէ ասել Թուրքիո մասին։ Այն ժամանակ, երբ Եվրոպայի մեջ կանայք կբայկարեին հասարակական իրավունքներու համար, Թուրքիո այսպես կոչված ազատագրված կիները մնացած էին մագերեսային։ Հայերու նկատմամբ անոնց վերաբերմունքը շատ անգամ եղած է շովինիստական։ 1915-ի ցեղասպանության եւ բռնի դեղահանության օրերուն ոչ մեկ թուրք կին բարձրացուց իր ցայնը գարեկցանքի կամ մարդկայնության անունով։ Անոնց այդ լրությունը շարունակվեցավ նաև աբակային, թուրքիներեն ոչ ոք երբևէ մտածեց զոհերուն, անոնց իրավունքներուն կամ արդարության մասին։ Իրականության մեջ այս մշակութային թուրքիներուն միակ հասարակական գործունեություն եղած է Թուրքիո որբանոցներուն մեջ հայ մանուկները դրկացնելը, արգելք հանդիսանալով անոնց վերադարձին դեպի իրենց ընտանիքներ եւ արմատներ։ Քաղաքակրթություն չի ծնիր մեկ օրվա մեջ, մինչև հասարակությունը չհրաժարի իր արմատացած պարզունակութենեն, իսկական քաղաքագիրտ արժեքներու ձևավորումը պիտի մնա անհնար։ Իտալական թերթը հրապարակած է պրոֆեսոր Ալդո Ֆերարիի հոդվածը, որով կդեղեկացնե, թե Բաքվի ռեժիմը 2023-2024 թվականներուն նպատակաուղված կերպով վնասած կամ ոչնչացուցած է Արցախի հայկական մշակութային հուշարձանները։ Heritage Watch կազմակերպության օդային լուսանկարներուն համաձայն ուսումնասիրված 452 վայրերեն 57-ը արդեն վնասված կամ ոչնչացված են։ Այս գործընթացը կհամարվի մշակութային թալանման եւ հիշողության վերացման ձև, նախադեպերով Նախիջևանի բարակային եւ կբահանջի միջազգային ուշադրություն եւ արձագանք։ Այնտաբի կետրոնը կանգնած Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին կառուցված է 1892 թվականին Ճարտարապետ Սարգիս Բալյանի նախագիծով։ 1915-ի ցեղասպանության ընթացքին եկեղեցին թալանվեցավ, իսկ ավելի քան 32,000 դեղացի հայեր բռնի գերբով ակսորվեցան դեպի Սուրիո անապատներ։ 1915-ին եկեղեցին փակվեցավ, իսկ անոր գույքը վաճառվեցավ։ 1920-ին շինությունը վերածվեցավ թրքական բանդի, իսկ 1984-ին անիկը հանձնվեցավ Թուրքիո կրոնական վարչության։ Այսօր հայկական այս սրբավայրը ներառված է պատմական մզկիթներու ցանկին մեջ, շարունակելով գոյատևել թրքական բռնակրավման տակ։ Սեբաստիան միշտ եղած է հայ ժողովրդի հզոր եւ կենթանի կետրոններեն մեկը։ 1889 թվականին հոն կբնակեր շուրջ 670,000 հայ։ Քաղաքին եւ շրջակա գյուղերուն մեջ կանգուն էին տասնյակ եկեղեցիներ, վանքեր ու դպրոցներ, իսկ Սեբաստիայի սրտին մեջ ավելի քան 10 հայկական եկեղեցի։ Հայերը հոն զարգացուցած էին արհեստներ, ինչպես նաեւ զբաղած էին գյուղատնտեսությամբ, մեղվաբահությամբ եւ գինեգործությամբ։ Տնտեսության մեծ մասը մշտական եղած էր հայրու ցերկը։ Սեբաստիան բարգեւած է մեր մշակույթի ու պատմության անհամար մեծեր։ Բանաստեղծ Դանիել Վարուժան, ճարտարապետ Թորոս Թորոմանյան, հասարակական գործիչ Սրվանցդյան, Սեբաստացի Մուրադ, ինչպես նաև Մխիթար Ապեղա, Մխիթարյան միապանության հիմնադիրը։ 1915-ի ցեղասպանությունը մարեց այդ հարուստ կյանքը։ Սեբաստիայի հազարավոր հայեր դեղահանվեցան, իսկ բազմաթիվ գիներ ու երեխաներ ենթարկվեցան բռնի ցուլման։ Այսօր այդ աշխուժ քաղաքի հայկական շունչը մնացած է միայն քարերու մեջ, լքված եկեղեցիներու բادرուն, ավերակ դարձած տուներուն եւ լրության մեջ պահված հիշողություններուն մեջ։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբեր 17-ի որոշման ընդունումեն 2 տարի անց այն թեր կմնա անգադար։ Ֆրանսիական Le Monde պարբերականի մեջ հրապարակված համատեղ հոդվածի դարբեր երկիրներու 23 խորհրդանականներ ընդգծած են, որ Ադրբեջանը չէ ապահոված Արցախի դեղահանված հայերու անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը, իրենց ունեցվածքի պաշտպանությունը եւ հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։ Հեղինակները հիշեցուցած են, որ 2023 թվականի սեպտեմբեր 19-ի հարձակումն ու նախորդած շրջափակումը հանգեցուցած են Արցախի վերջին 120,000 հայերու զանգվածային դեղահանության, մինչդեռ մինչ օրս միջազգային կառույցներու կողմէ չէ դրված համարժեք քաղաքական արձագանք։
Անոնք ընդգծած են, որ դեղահանվածներու վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի անկարգելի պահանջ է եւ չի գրնար գախված ըլլալ քաղաքական պայմանավորվածությանեն։ Վաշինգտոնի մեջ 2025 թվականի ստորագրված խաղաղության համաձայնագիրը իրենց խոսքով չի ապահոված ոչ վերադարձը, ոչ գերիներու ազատումը, ոչ այլ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, փաստացի ճանչնալով էթնիկ զտման հետևանքները։ Խորհրդարանականները հայտարարած են, որ միջազգային իրավունքի պաշտպանությունը եւ Արցախի հայերու վերադարձի իրավունքի իրացումը համընդհանուր պատասխանատվություն է։ Անոնք կգոչեն գործնական քայլերով ապահովել դեղահանվածներու վերադարձը, պաշտպանել վտանգված մշակութային ժառանգությունը եւ պատասխանատվության ենթարկել մարդկության թեմ հանցագործություններուն հեղինակները։ Հայրու ցեղասպանությունը վերաբրած Շադախցի Սերոբ Կոսյանի անդիպ երկիրքը Շադախի հովիդը եւ Շադախի ձրեր առաջին անգամ կներկայացվի հանրության իբրև եզակի եւ անփոխարինելի գրավոր ժառանգություն։ Գիրքը կներառե Շադախի պատմությունը, անոր ազգագրական, բանահյուսական եւ մշակութային պատկերը, վերագենտանացնելով ամբողջ աշխարհը իր կյանքով, հոգեբանությամբ եւ համայնքային շունչով։ Հրադարագության մեջ տեղ կդած է նաեւ հեղինակային ցերանագար Կարդեսը 1915 թվականի Շադախի տաղին դուներուն եւ դպրոցներուն ամբողջական ցանկը, ինչպես նաև շադախցիներու խոսակցական փարարանը եւ բացառիկ արխիվային լուսանկարներ։ Գիրքի շնորհանդեսը դեղի պիտի ունենա նոյեմբեր 19-ին հայերու դեմ իրականացված ցեղասպանության թանգարանին մեջ։ Ասկերանի շրջանի Լեռնալանջերուն Ստեփանագերդեն ընդամենը 6 կիլոմետր հեռու կգտնվեր հինավուրց Կարաշենը։ Ան ունեցած էր ընդարձակ հողեր, մաքուր ջուրեր եւ երկար դարիներ խաղաղ կյանք վարող բնակչություն։ Գյուղը ուներ շուրջ 133 բնակիչ, որոնք զբաղվեին հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Կարաշենը հարուստ էր պատմական հուշարձաններով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Սարիբեկ ուխտավայր, 5 ամուրջ, աղբյուրներ եւ հնագույն գերեզմանոցներ։ Արցախյան ազատամարտին Թաշուշենի ջոկատը մասնակցեցավ Ասկերանի եւ Շահումյանի պաշտպանության, իսկ գյուղը տվավ իր 8 հերոս զավակները։ 2023-ին Կարաշենը ինգավ Բաքվի բռնակրավ մանդակ եւ անոր բնակիչները հարգաթրապար լքեցին իրենց հայրենի օջախը, յետին ցկելով իրենց թարավոր եկեղեցիներն ու սրբավայրերը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։